Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով նախատեսվում է 2026 թվականի հուլիս ամսին արտահանում իրականացված տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ բյուջե։ Նշեմ, որ 2026 թվականի հուլիս ամսին համաձայն գործընկեր պետական կառույցների ստացված օպերատիվ տեղեկատվությամբ արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3.6 միլիոն հատ ծաղիկ, ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կեռասը 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղց եւ նեկտարին եւ այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ, բայց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացնող միջոցառումների եւ տնտեսվարողների կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում։ Վերջին 2 ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ 21 երկիր եւ բանջարեղեն 14 երկիր։ Պարոն վարչապետ, հակիրճ այսքաններ, մնացածը եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։ Պարոն Խոջյան, ասինքն տեսեք, դուք թվեր եք ասում, այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։ Ընդհանուր առմամբ շատ կարևոր է գնահատել, ընդհանուր որակական գնահատական տալ, թե մենք այդ որոշումները, որոնք նախ կայացրել ենք, իրենք ինչպես են աշխատում են թե չեն աշխատում եւ ինչքանով են շոշափելի եւ իրական ազդեցություն ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա։ Այսինքն մենք ո՞նց ենք գնահատում դիվերսիֆիկացման process-ը, բավարար, լավ, գերազանց, որն է մեր սպայի գնահատականը։ Պարոն վարչապետ, նշեմ, որ յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք, ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման եւ առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։ Ակնհայտ է, որ այս փուլում տեղի է ունենում արտաքին շուկաների եւ մատակարարման շղթաների վերադասավորումներ։ Եվ իհարկե այն առաջացնում է որոշակի տնտեսական ցնցումներ տնտեսավարողների մոտ եւ այդ է պատճառը, որ կառավարությունը արագ արձագանքման մի քանի միջոցառումներ է իրականացնում, որպեսզի այդ հարցը մեղմի եւ միաժամանակ տնտեսվարողները իրենք եւ ադապտացվում են փոփոխվող միջավայրին եւ նաեւ փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Կան տնտեսվարողներ, որոնք առավել պատրաստ են այս փոփոխություններին եւ ավելի արագ են արձագանքում, կան տնտեսվարողներ, որոնք իրենց բիզնեսի վերափոխման անհրաժեշտություն ունեն եւ կունենան։ Ընդհանուր առմամբ մի փոքր դժվարություն է առաջանում համեմատել արտահանման ծավալները, երբ իրար հետ համեմատում ենք, դժվարություն է առաջանում համեմատել, թե արդյոք օրինակ ծիրանի 10600 տոննա արտահանումը դա լավ ցուցանիշ է, թե ոչ, որովհետև եթե համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ այն զգալի նվազ է, բայց նաև զուգահեռ տեսնում ենք, որ արտադրության ծավալները ծիրանի այս տարի նվազ է եղել, որովհետև հիմնականում նաև մայիս ամսին տեղացած բազմաթիվ անձրևները իրենք փոշոտման խնդիր են առաջացրել եւ այդ նվազ քանակը առաջացել է եւ արտադրության մեջ եւ նաև հետեւաբար ծավալների տարբերություն է նկատվում։ Օրինակ, եթե կեռասի արտահանումն ենք մենք համեմատում հունիս ամիսները նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ այն գրեթե նույնական է, կարող է 10% շեղում լինել նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած։ Օրինակ դեղցը եւ նեկտարինի արտահանումը հունիս-հուլիս ամիսներին ավելի շատ է, էլի նույնական մակարդակում գտնված ավելի շատ է։ Ակնհայտ է, որ որոշ ապրանքատեսակներ իրենք ավելի քիչ տարբերություն են ունեցել արտահանման, որոշների դեպքում իրենք ավելի խորը, ավելի երկարաժամկետ աշխատանք են պահանջում։